Վերջ, սպասելու ժամանակը լրացավ։ Մարտի 27-ը նշանակալի օր չէ։ Մարտի 27-ը ամոթի օր է։ Այսօր ուղիղ 1 տարի է, ինչ Սունդուկյան թատրոնի ղեկավար Վարդան Մկրտչյանը բռնի ուժով փակեց Գոյ թատրոնի դռները։ 1 տարի է մենք ականատես ենք լինում ապօրինությունների, մշակութային ջարդի, գողության, եւ այս ամենը ոչ միայն չի դադարում, այլև հասել է ծայրահեղության։ Թատրոնը բռնի կերպով փակվեց, առանց օրինական որոշման եւ առանց որևէ հիմնավոր հիմքի։ Մեր անձնական գույքը, մեր տարիների ստեղծածը կողոպտվեց եւ յուրացվեց։ Պատերից պոկվեցին մեր ժառանգության հետքերը, մեր աֆիշները, մեր հիշողությունը։ Թատրոնի գլխավոր դուռը փոխվեց, վրայից պոկվեց Գոյ թատրոն գրությունը։ Կարծես երբեք էլ գոյություն չի ունեցել։ Հիմա էլ Վարդան Մկրտչյանը անցել է վերջնական քայլերի։ Գոյ թատրոնի դահլիճից, որտեղ հանդիսատեսի համար նախատեսված էին աթոռներ, դրանք ապամոնտաժվել են։ Այս ամենը ցույց է տալիս, որ Վարդան Մկրտչյանի գործողությունները ոչ միայն մեր հանդեպ են, այլև մշակույթի եւ հանդիսատեսի դեմ են գործում։ Այս ամենը չի կարող այլևս անպատասխան մնալ։ Դու պատասխան ես տալու, Վարդան։ 12 ամիս մենք դիմեցինք պետական կառույցներին, դատարաններին, հասարակությանը, բայց մեր բողոքները այդպես էլ անպատասխան մնացին։ Ոչ ոք ոչինչ չարեց։ Ոչ կառավարությունը, ոչ ԿԳՄՍ նախարարությունը, ոչ էլ դատարանը։ Ուստի այլևս ես որևէ մեկից ակնկալիք չունեմ։ Օրենքն այլևս գործիք չէ, քանի որ օրենքը միշտ գործում է, այսպես ասած, չակերտավոր ասած, ուժեղի կողմից է։ Այս պահից սկսած ամեն քայլ, որը որ ես կանեմ, օրենքի սահմաններից դուրս է լինելու, որովհետև այլ տարբերակ դուք չթողեցիք։ Իմ կատարած բոլոր գործողությունների համար պատասխանատվությունը միմիայն կրելու է Վարդան Մկրտչյանը, որովհետև Գոյ թատրոնի ոչնչացման ծրագրի գլխավոր դերակատարը նա է։ Ես այլևս չեմ սպասելու։ Սպասելու ժամանակ այլևս չկա։ Ես կվերականգնեմ Գոյ թատրոնի իրավունքը, ստեղծագործելու իրավունքը եւ տարածքը։ Սա խոստում է։ Սա Գոյ թատրոնի վերածննդի սկիզբն է եւ ոչ ոք չփորձի ինձ կանգնեցնել։ Չի ստացվելու։ Նորից եմ կրկնում, սպասելու ժամանակ չկա։